Հարգելիներս, ողջույն։ Հավատս չի գալիս, թե ինչքան ժամանակ է անցել մեր վերջի հանդիպումից, շատ կարոտել եմ ձեզ, անցնենք բուն թեմային։ Այսօր վերցնելու ենք Սրբուհի Հովհաննիսյանի ստեղծագործությունը, որը կոչվում է Emergence of an Abyss։ Օրիգինալի հետ կարող եք ծանոթանալ ներքևը նկարագրությունում գտնելով։ Հղումը վերցնելու ենք երգի վոկալները ու անելու ենք 4 հատ գործիքավորում։ Իսկ այսօրվա մեր պրոդյուսերներն են Մեսրոպը, Արմանը Պահլևանյան ինքը Big Bron, Վաչեն ու ես։ Մեր ֆորմատին ենթադրում եմ արդեն ծանոթ եք, սկզբից breakdown-ները, հետո reaction-ները։ Գնացինք։ Արև ձեզ, երկու բառով ասեմ ինչ եմ արել, ինչ գործիքներ եմ օգտագործել, ինչ էֆեկտներ եմ օգտագործել, ինչից ինչ եմ ստացել ու ընդհանուր գործի կոնցեպցիան ինչա դարել։ Եկեք մոնիտորին մոտենանք, ունենք main վոկալը ու սիրուն էֆեկտներ, sidechain-ով, delay-ներով, reverb-ներով, ինքը մոտավոր հնչում է սենց։ Այս իրա main վոկալն է, այս արդեն էֆեկտներով Իսկ իրար հետ հնչում է այսենց Շատ սիրուն է, ստեղ դաժը վերջում մի նոտա հասցրել եմ փոխեմ, լրիվ ուրիշ տեղ եմ տարել Ստեղ մի հատ էլ շատ կարևոր բան կա, որ վոկալից ստացել եմ մի հատ լավ էֆեկտ, որը սա գրովի ընթացքում պահում է Այս էֆեկտը սա գրովի մեջ այդում է ու հիմնականում պահում է սա իրա վրա Bassline-ը, որը պահում է մինչև պրիպև մտնող գրովը, իսկ ստեղ Դրամսերը մի հատ լավ ֆիշկա կա, որը ինտերի մեջ է մոտավոր ինքը ընդհանուր հնչում է այսենց ամենասիրուն տեղերից մեկը իմ համար այս պերեխոդն է, որի ընթացքում գործը տենց կախվում է մի պահ Շատ գործիքներ չեմ օգտագործել, հիմնականում մի 3-4 ձեն եմ օգտագործել, բաս ու լավ լիքը հարվածայիններ, մերսի, ուշադրության համար, գնացինք լսելու։ Wavy I can hear the cold that sets free your world. Nice. Սղլիկ բասը Շատ մեղ Վայվա Ճիշտն է մի տեսակ Աբես club mix Որ Լսում ասում ես, հա բայց սենց է, թեմ ես ուրիշ բան արել Շատ վայբոտ աստացել
Փոխածաշացույցն է։ Շատ կայֆ բան։ Ինձ ինչ-որ կրուիզի վրա եմ զգում։ Նավի վրա իրիկունը։ Հազարականների սկիզբ Դիսկոտեկա Բարսելոնա Կայֆը վոկալը որպես գործիք է օգտագործել, շատ նույն սեմպլած։ Ось simple։ Nice։ Արման Պահլևանյան, ինչ ասեմ, իմ ուստաներից է այս մարդը գժանց գործասարքել։ Մուա։ Շատ հաճելի։ Շատ լավն էր, groove-ն էր այդ ամեն ինչը, շատ թույն էր։ Ես չէի սպասում, որ այս գործը կարա սենց պոզիտիվնի outlook ստանա։ Մերսի, ես իսկապես կաչ էր իմ համար, որ շատ կայֆ էր։ Բարև ձեզ, իմ անունը Մեսրոպա, ես այսօր ձեզ ցույց եմ տալու, թե ես ինչ եմ արել այս vocal-ով։ Ամեն section-ը նոր section է, կրկնող մասեր չկան։ Vocal-ը ինձ թվում է այս մասը ամենաշատն եմ իրան կտրտել, pitch down եմ արել, որովհետև մի հատ նոտա կար ստեղ, որ շատ major էր իրան սարքում։ Ստեղ մի հատ pad կա, Mellotron-ային ուղղակի, ստեղ delay, chorus, reverb տենց բաներ, side chain եմ արել, kick-ին մեկ էլ общий drum-ին ստեղ, որը addictive drum-ով եմ արել եւ իրան resample եմ արել։ Plus the bass-ը, սա է Killers pad-ը մի հատ նայենք, ինքը լիքը reverb կա իր վրա դրած մեկ էլ էլ կա, որ շատ sense background-ում է ինքը, hi-hat, բայց ինքը hi-hat-ից չի, keyboard-ի ձայն է ինքը, warp եմ արել, quantize եմ արել ամեն ինչը, 3 հատ layer է, sense, եթե գումարենք ընդհանուր drums-ին, vocal-ն այնց թվում է հետարքիր, chop եմ արել, ահագին եմ chop արել, եթե main-ը լսենք։ Ինչպես մեկ էլ back-երը կա։ Այդ համ ձայններ, layer եմ արել լիքը ու սենց բանա։ Շատ կոնկրետ harmony լսեցի իրա տակ։ Ու հետո կա ստեղ սրանք, որը arpeggiator-ով եմ արել միշտ ասած, որը սա է, DX7-ն է, Arturia-ի։ Սա է, մեկ էլ սա։ Drums-ը ստեղ շատ, ահավոր basic drums է, պրոստը շատ basic է, բայց I think it works really well։ Ու մեկ էլ ստեղ ghost notes-ներ եմ դենց ավելացրել, ինքը շատ թեթև է։ Mi had perfect fourth, mi had the perfect fifth. Ստեղ եմ մեկ էլ մի բան արել, այս vocal-ն է ստեղ։ Okay, ինձ թվում է այդքան բան։ Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ամեն ինչին ու այդքան բան։ Անսպասելի։ Այս է շփախացա։ Dissonance strings-ը վերևը։ Չկայֆա որ բաս այդքան իջավ, բայց մեկ էլ լսվում էր։ Okay. Շուրջը սարագացավ էլի այդքան։ I am so afraid and fear comes along.
Tear Came Alive. Ջղային ենք։ Չեմ կարողում ես սենց։ Շատ հետաքրքիր խարակտեր ունի երգը։ Wow. Էկլեկտիկ աստացվել։ Սկացում որ կերպար կա գործի կավորման մեջ։ Wow, առաջի անգամից հաստատ ես մարսելու չի, բրավո։ This is freaking amazing. Սա ես իմ playlist-ում եմ ավելացնելու ու ինձ հիմա պետքա մի հատ գնալ օդափոխվել, ճիշտն ասած, ես սենց բան չէի լսել։ Ֆանտաստիկ մոտեցում, այդ abstract վիճակները, այդ դրամսերի այդ մանր սները քաղերով բանում, հրաշք։ Շատ fusion գործ է ստացվել, ինչ ակնկալելի էր մեծ ռոպից։ Բրավո, շատ թույն գործ է արած։ Մերսի։ Բարև, սիրելի ընկեր, նորից մենք ենք, ես անգամ էլի բան չփոխվե, էլի ես ու իմ 6-7 տրեկը, կուզեի ասել տենց, ուղղակի լավ թաքցրել եմ էլ ես ֆոլդերների մեջ, իրականում ահագին տանջվել եմ ես անգամ, բայց դե ինչ արած, սրբու հետ մենք ծանոթ ենք վաղուց, այն ժամանակ այդքան չէր տանջում, նախ եւ առաջ մենք մի հատ հակասություն ունենք, ես սիրում եմ 3 ակորդ, ինքը չի սիրում 3 ակորդ։ Հենց այդ պատճառով Cubase-ի օգնությամբ ասես մի հատ chord track ստեղծեցի ու սկսեցի նախ եւ առաջ վոկալ լսելով շարել ակորդներ, որոնք կյանքում առաջի անգամ էի տենում ու կյանք ավելի հաճելի էր, որ ես չգիտեի իրենց մասին։ Եթե երգի սկզբի հատվածը ձեզ թվա տարօրինակ, ասեմ, որ տենց էլ պետք է լինի, որովհետև այս երգի առաջի տարբերակն էր, որը ջնջեցի ու նորից սկսեցի ու հետո միամիտ այս կտորը մնացել էր, ասեցի, ինչ պակաս իստր է գա, եկեք ինտրոնը տենց անենք, թող բոլորը չհասկանան ինչ է կատարվում, հեչ խախանդ բաներ չեն սպասվելու, սենց է հնչում։ Մենակ ստեղ ուրիշ էլ ոչ միտեղ չի լինելու, հիմնական գործիքներն են լինելու, որ օգտագործվել են, այս երկու keyboard-երը, ու հետո միանալու է մի հատ ուրիշ keyboard, նմանոտ են իրար, մի քիչ դուխով են տարբեր, բասը, folder ստեղ կա live նվագած բաս ու մեկ իրան միանում են synth բասեր, որ էլ ավելի բասացնեն իրա բասեությունը, տենց արտասովոր բաներից երևի ես գրուվն է, մեկ էլ, ստեղ սենց մեթատվածում ենք, մեկ էլ վերջում հայտնվում է այս հետաքրքիր պարտյան, շատ եմ հավանում այդ մասը, հետո տարբեր սինթերան նույն պարտյան սկսում նվագել, դե հիմնականում ամեն ինչ պտտվում է այդ քորդերի շուրջ, վոկալը ահագին թելադրում է, բայց շատ ժամանակ ես իրան չէի լսում, 3 ակորդի մեջ էլ չէի տեղավորվում, դրա համար լրիվ չափերս անցա ու սկսեցի ասես տարօրինակ բաներ անել։ Ինքներդ կհամոզվեք, որ ես ճար չունեի, ստիպված էի, իրանք ստիպել են ինձ։ Даже стилес եմ փոխեմ։ Արդեն
Քիչ Mortal Kombat-ը։ Շատ հզոր սկիզբը։ Այս նոար ակորդներով։ As long as your fear turns passion to ashes. Շատ հետաքրքիր լուծումներ կան, շատ։ Hear the call that sets free. Grim colors. Tell me what the night told you and not why. Չէ, ես չեմ հասկանում ինչ է կատարվում, բայց ինձ դուր է գալիս։ Drums-ը շատ հնարդեղ արած ձայները ու ամեն ինչը։ Սեն եմ ամենասիրած գրուվերից է, breakbeat միջակները, շատ հետաքրքիր։ Սաունդային առումով էլ է հզոր Sadness ստացած։ comes after. Ու մաժոր ակորդ Sadness-ի վրա։ Sadness comes. Sadness Ալո։ Վաչոն չի խորացել, վաչոն շատ ա խորացել, այո։ How poison you Ես են պրոդիջիոտ, վայ վաչ, emergence. Good comeback. Poisons me too. Բասի ձենն է շատ կայֆոր։ Կայֆ գրովի կտորա։ So now I am just like you. So now I am just like you. Դիսոնանտ ավարտեցին գործը։ Ես չգիտեմ, ամեն ինչից մի քիչ, ամեն ինչ եւ ոչինչ, մի քիչ ստեղ, մի քիչ ընդեղ, մի քիչ տիպիկ ոչ։ Ինձ թվում է դու էլ սենց բան չէիր արել, ինձ թվում է դու էլ չգիտեիր դու ինչ էիր անում, բայց ինչ արել էիր, լավ էիր արել։ Լիքը ֆանկի բաներ կար ու այդ ցենը հեռախոսի շատ դուրս ընկնող կտոր էր։ Այս drums-ն ու bass-ի groove-ն շատ լավ իրար հետ, շատ լավ էին աշխատում, շատ թույն։ Եմ որ վայ վաչ, մի այլ տեսակ եմ որ գործը սկզբից մինչև վերջ, հանենց անում որ դու շարժվես, բնես ճիշտ գրովա ստացած, վաչյան production-ային առումով, sound-ային առումով, գործին մոտեցումը 100-ից 100, շատ լավ է։ Alright։ Ինչ պատմեմ ես այս երկից soulful տրամադրություններ ուզում ամենասկզբից, դրա համար ունենք այս տիպի Rhodes։ Rhodes-ի հետ միասին բասն է նվագվել, նույնպես ամբողջ գործի ընթացքում ինքը իր աշխատանքը անում է։ Ինչ
ինչ որ պահի է soulful վիճակը օդայինացնում է ակուստիկ գիտարը։ Այդ մասի համար ունենք շատ համեստորեն նվագող վիբրաֆոն։ Երգին հավելյալ վերելքային օդայնություն հաղորդելու համար օգտագործում եմ ջութակներ, տվյալ դեպքում physical modeling արած ջութակներ են, որոնցով sense պարծաներ է նվագվել։ Ձեզ բան եմ արել նաև երկրորդ ջութակով։ Սենց պսիխադելիկ ձևի վերելք է տալիս։ Կոնտեքստի համար գիտարն էլ միացնենք։ Ունենք այսպես մի հատ գեղեցիկ էֆեկտ, Guitar Rain կոչվող, որից հետո գործը կտրուկ փոխվում է իր տրամադրությամբ, օդայինություն sense հետ ենք գցում ներքև, հողայնացնում ենք ստեղծագործությունը, ներմուծելով հարվածային գործիքներ, բաս ու մեր rain-ը։ Կոնտեքստուալ տխրությունը, որը առաջանում է երգի այս հողայնացումից հետո, ընդգծում ենք նաև տխուր գիտարներով, որոնք ձևավորվել են Valhalla Supermassive-ի տարածայնությամբ ու ունենք sense տիպի բան։ Նոր ստեղծված վիճակը ու իր գրուվայնությունը բերեց ինձ մտքի, որ պետք է մասնակցեմ ոչ միայն production տեսանկյունից, այլ նաև Sadness knocking at my door. I've been escaping it, but it's creeping through the floor. հիփ-հոփի կեսերից միանում է մելատրոն, որը sense տալիս է շատ հետաքրքիր ոնց որ sample եղած, բայց old school ինչ որ vibe։ Իրան մշակել եմ amp-ով, cabinet-ով, ու ստացել եմ sense հնարավորինը sense կեղտոտ ձայն, որը միքսի մեջ շատ ճիշտ ձև նստում է ու ճիշտ տեղ զբաղացնում։ Ունենք bridge-ային կտոր, որի ժամանակ ուզեցի մի տեսակ sense, եթե միշտ այդ օթերում էինք, հետո երկրի վրա ենք, այս պահին ուզեցի խորտակվենք sense օվկիանոսի մեջ, ինչի համար հարվածայինների ձայնը այսպես փակվում է։ Ոնց որ sense ներքևից խորքից լինի ֆիլտր ձայնալնում, բայց դրա շնորհիվ մենք կորցնում ենք ոնց որ այս բարձր հաճախականությունները ու մտածեցի, որ հետաքրքիր պերկուսիոն լուծում կլինի ունենալ շնչեր, որոնք sense շունչ կտան ու շարժում կհաղորդեն մեր այս ջրի տակի վիճակին։ Հիմա անցնենք ստեղծարարության ամենաշատ հրճվանք ինձ վերած մասին, երբ որ հասել էի արդեն կուլմինացիային ու զգում եմ, որ կենթանի գործիք է պետք, ու ինչ ավելի լավ կենթանի գործիք տես բանի համար, քան շեփորը, ու եկավ մեզ միացավ Դանիել Մելքոնյանը իր հիասքանչագույն նվագով, մի երկու կտոր մեր recording session-ից։ Եվ այսքանով էլ վերջանում է իմ կարելի ասել ֆիթը, ձեզ բարի ընկնդրում։ As long as your fear Այգիներ turns passion to ashes, I can hear the call that sets free a world, green color. Tell me what that I Acoustic guitar, told you and not once. Harmony should seem Not once. Back to roots. I am so afraid, and fear comes alive.
I've been escaping it, but it's creeping through the floor. I've been thinking about the past. How could it last? Could it be that I have failed the test? Sadness comes every time it rhymes with a million crimes. I've been running around trying to avoid them, but still sadness comes after so many highs and so many crashes. Nevertheless, I'm still turning my passion to ashes. Nevertheless. Սրիկա, ինչ ես այդ գիտարը օգտագործել։ Շատ լիքն է։ Ըստ Դենին, հա։ Շատ սիրուն է։ So now I'm just like you. Ես չգիտեմ, ես ինչ էր։ Եթե այս երկը պետքա սենց լիներ աչքիս։ Ես չէի սպասում, որ ես սենց կհուզվեմ։ Շատ սիրուն է, շատ սիրուն սենց գիծ կա progression-ի ամբողջ գործի ընթացքում, անդադ սենց evolve-ա լինում ինքը ու շատ թույն է, շատ։ 3 բառով փշակաղվելիք, գժվելիք ու որակ։ Շատ ուժեղ էր։ Այդ ջան պրոստը հիացմունք։ Եթե հնարավոր լիներ երաժշտությունը դարձնել CV, հավանաբար այս երգը կլիներ տենց մեծ CV, կարայր ուղարկեր մարդուն ասեիր, էսեմ։ Այսքանն էր այսօրվա պրոդյուսերը։ Հուսով եմ ստացվեց ձեզ փոխանցել այն էմոցիաները, որոնք մենք ենք ապրել այս սաղ ընթացքում, քանի դեռ պատրաստում էինք։ Անչափ շնորհակալություն բոլոր պրոդյուսերներին հիանալի աշխատանքի համար, ինչպես նաև Սրբուհի Հովհաննիսյանին աննկարագրելի ստեղծագործությունը գրելու համար։ Այսքանը, կհանդիպենք շուտով, հուսով եմ։